Զինված ուժերի զորավարժանից մեկում ընթանում են Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի ճամբարային հավաքները։ Ապագա սպաները դաշտային պայմաններում յուրացնում են ռազմական գործին առնչվող գիտելիքները, խոցում են ուսումնական թիրախները։ Կուրսանտներին հրետանային միջոցներին առնչվող գիտելիքներն ու փորձառությունը փոխանցող մայոր Սարգսյանը ինքն էլ է ժամանակին կրել կուրսանտի ուսադիրներ, ուսանել է բացարձակ գերազանցությամբ, լեյտենանտի զինվորական կոչմանն է արժանացել կարմիր դիպլոմա ձեռքին։ Գիտակցում էինք, որ բանիմաց գրագետ սպան անպայման վաղը մյուս օր ըստ անհրաժեշտության առավել հմտորեն է ղեկավարելու իր ենթակա ստորաբաժանումները։ Զինծառայության եւ շարունակական ինքնապատրաստման հանդեպ սկզբունքային վերաբերմունք ունեցող մայոր Սարգսյանը այսօր էլ չի զլանում։ Ծառայական առօրյայից ազատ ժամանակ զբաղվում է թե ֆիզիկական պատրաստությամբ եւ թե մասնագիտական գիտելիքների ու հմտությունների կատարելագործմամբ։ Ակադեմիայի հավաքականի կազմում մասնակցում է Լեռնագագաթի աղտարում համաբանակային մրցույթին։ Յուրաքանչյուր սպա, յուրաքանչյուր զինծառայող պետք է անընդհատ զբաղվի ինքնակրթությամբ եւ ֆիզիկական պատրաստության որակների ամենօրյա բարձրացմամբ։ Ճիշտ է, այսօր մենք զինվորական ծառայության բերումով ամբողջ օրը հագեցած է որոշակի աշխատանքներով, ուսումնական պրոցես եւ այլն, բայց յուրաքանչյուր զինծառայող, եթե իր արժեվ խնդիր է դնում ինքնակրթվելու եւ իր ֆիզիկական որակները բարձրացնելու, անպայման այդ ժամանակը կարող է գտնել եւ հատկացնել իրեն։ Շարունակելով խոսքը մայորը նկատում է, ենթակա անձնակազմին խնդիրներ առաջադրող սպան պետք է նախ եւ առաջ ինքն ունակ լինի կատարելու տվյալ առաջադրանքը, վարքով, արտաքին կեցվածքով եւ մասնագիտական պատրաստությամբ, բարեվարկության, մարտական եւ ֆիզիկական պատրաստության առումով օրինակ ծառայի ենթականների համար։ Անձնակազմի հետ հանդիպման հենց առաջին իսկ պահից ենթականները հասկանում են իրենց հրամանատարը, իրենց դասախոսը ունակ է տվյալ խնդիրը կատարելու թե ոչ, ֆիզիկական առումով ունակ է տվյալ վարժությունը կատարելու թե ոչ, իսկ եթե երբ ենթականը զգում է, որ իր հրամանատարը այո պատրաստված է իրենից լավ, այո պատրաստված է, կոփված է, գիտելիքներով հարուստ է, ապա իրան բան չի մնում, քան նմանվել իր հրամանատարին։ Մշտապես կատարելության եւ գերազանցության ցկտող մայոր Սարգսյանը ամիսներ առաջ հանձնել է ատեստավորման քննությունները 4 քննական առարկաներից էլ ստանալով գերազանց գնահատականներ։ Ասում է, քննաշրջանի ընթացքում լիովին վստահ էր ուժերին, քանի որ անընդմեջ կատարելագործել է շարային, ֆիզիկական, մասնագիտական եւ կրակային պատրաստությունը։ Պրոֆեսիոնալ բանակ ունենալու ճանապարհին նման որոշումը շատ կարևոր էր, շատ մեծ նշանակություն ունեցավ մեր զինվորական ծառայության շրջանում, որ յուրաքանչյուր զինվորական անկախ ամենից իրեն սկսեց լավ զգալ, ատեստավորվելով իրեն սկսեց լավ զգալ, որովհետև այդ ատեստավորման բարձր գնահատականը բերեց նաև սոցիալական մեծ խնդիրների լուծման, որը նույնպես հնարավորություն տվեց զինծառայողներին իրենց ծառայողական պարտականությունները ել ավելի լավ կատարելու ուղղությամբ։ Ատեստավորման գործընթացի հավելյալ, սակայն ոչ պակաս կարևոր մասն է կազմում նաև զինծառայողների դրամական բավարարման կտրուկ բարձրացումը։ Վերջինս ոչ միայն լուծում է սոցիալական բազմաթիվ հարցեր, այլև հնարավորություն է ընձեռում կենտրոնանալու ծառայողական առօրյայի եւ ուսումնական գործընթացի արդյունավետ անցկացման վրա։ Ատեստավորումը գերազանց ստանալու արդյունքում ներկայումս ստանում եմ շուրջ 700,000 դրամ աշխատավարձ, որը ինձ հնարավորություն է տալիս լուծելու շատ սոցիալական խնդիրներ։ Առհասարակ շնորհիվ ատեստավորման զինծառայողները առավել ջանադրությամբ են զբաղվում ինքնապատրաստությամբ, այդ նպատակին ծառայեցնելով անգամ արտածառայողական ժամանակը, նկատում է մայոր Սարգսյանն ու հավելում, գործընթացն ինքնին դրական ազդեցություն է ունեցել զինված ուժերի վրա, քանի որ քննական 4 առարկաներն էլ ըստ էության բանիմաց եւ մարտունակ զինծառայողի ձևավորման հիմնասյուններն են։ 2 տասնամյակից ավել սպայական ուսադիրները պատվով կրող սպան հստակ գիտի բանակում իր առաքելությունը, ամենօրյա անդուր ծառայությամբ նպաստել ապագա հրետանավորների մասնագիտական պատրաստության կատարելագործմանը, բարեվարկության, ֆիզիկական եւ կրակային պատրաստության աստիճանով օրինակ ծառայել ատեստավորվել պատրաստվող զինծառայողների համար։ Ինձ համար համար մեկ խնդիրը եղել եւ մնում է ռազմական ինստիտուտում պատրաստել բանիմաց եւ գրագետ սպաներ, որոնք համալրելով զինված ուժերի շարքերը, իրենց գրագիտությամբ, բանիմացությամբ հարկ եղած դեպքում կպաշտպանեն մեր երկրի սահմանները։ Ներսես Իվանյան, Հայկ Չինիգարյան, Զինուշ